Արենի ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող քարանձավները տալ վարձակալությամբ, թե այն թողնել գերազանցապես գիտական աշխատանքի համար։ Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի մոտեցում կունենա, օգտագործողը, ինչ ծրագիր էլ գրի, կա գրված ծրագիր եւ կա իրական կյանք։ Մշակույթի նախարարությունը Արենիի 5 քարանձավներում օգտագործող ներգրավելու համար ներդրող գտնելու մրցույթ է հայտարարել։ Այսօր արդեն այդ քարանձավները ծառայում են զբոսաշրջությանը։ Կա նաև որոշակի դրամաշրջանառություն, կան զբոսաշրջիկների բավականին մեծ հոսքեր, եւ այս ամենը անհրաժեշտ է կանոնակարգել, որովհետեւ եթե չկանոնակարգվի, նրանք կարող են վնասել պատմամշակութային շերտին։ Արենիի պեղումների արշավախմբի ղեկավարը կարծում է, պետության առաջարկած ծրագրով քարայրի պատշաճ պահպանությունը հարցականի տակ է դրվում։ Բորիս Գասպարյանը մշակույթի նախարարության հետ հակադրությունն ինքնանպատակ չի համարում։ Պատկերացրեք, որ այստեղ massայաբար մարդիկ կանգնած լինեն, նախ կանգնած են քնագիտական շերտի վրա, կամ սխալվեն, ոտքը դնեն այս քարը, գլորվի, ջարդվի, սա է գինու հնձանը։ Այն մարդիկ գալիս են հիմնականում սա տեսնելու համար, սա է մեր պարծանքներից մեկը, եւ դուք պատկերացրեք, որ այստեղ երբ որ շատ մարդ է լինում, փակ միջավայր է, շնչում, արտաշնչում են, ազդում են այս մեր կառուցվածքների եւ բիոլոգիական աշխարհի վրա եւ իր հերթին այս ամբողջը շնչուղիներով եւ այլն ազդում են մարդկանց վրա։ Արենիում երկար տարիներ հնագիտական աշխատանքներ կատարող հնագետի ու գործընկերների ջանքերով 2010 թվականին թռչուններ քարայրում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ Ապագայում հնագետների թիմը պեղելու է թռչուններ քարանձավի տարածքի այլ հատվածներ եւս, բայց դա գուցե հնարավոր չլինի նոր տիրոջի հայտ գալու պարագայում։ Հնձանը գնում է մինչև քարայրի այս պատը։ Եթե մենք պեղենք պատկերացրեք ամբողջ հնձանը, նորից կկտրենք, հասանելիությունը դեպի քարայրի այն կողմ, արդյոք մենք օգտագործողի հետ կարող ենք այդտեղ հարմոնիա գտնել, լեզու գտնել իրար հետ, չեմ կարծում։ Մշակույթի նախարարությունը խոստանում է անել ամեն ինչ գիտական աշխատանքը չխաթարելու համար։ Քարայրը զբոսաշրջությանը տրամադրելը այլ նպատակներ էլ ունի։ Այն հնավայրը, այս դեպքում քարանձավը, որը շահագործվում է զբոսաշրջության կողմից, լավագույնս է պահպանվում։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք այսօր ստվերային զբոսաշրջության հետ, ստվերային դրամաշրջանառության հետ եւ մեզ համար անհայտ են այն հետևանքները, որոնք կարող են պատահել։ Դա թողնված է մարդկանց կամքին։ Նրանցից ոչ ոք ոչ մի պարտադիր գումար երբեք չի պահանջում եւ այսպես ասած բան են անում։ Դա այդքան էլ այդպես չի։ Այո, իհարկե այդ խնդիրը կա, խնդրեմը կա։ Դրա համար ես ասում եմ, եկեք կարգավորենք այդ հարցը։ Մինչ Արենիի քարայրները վարձակալության տալը պետությանը չի հետաքրքրել այստեղի վիճակը, գտածոները պահպանելու համար արշավախումբը գումարներ է գտել արտերկրից եւ աշխատանքների 90%-ը կատարվել է բարերարների հաշվին։ Արենիում մեծ գումարներ է ներդրել նաեւ ամերիկյան Gfoiler հիմնադրամը, որի դերն ու կշիռն այս պատմության մեջ անտեսվում է։ Մեր հիմնական բարերարը այսպեսի մի քիչ նեղացած, ունի դիրքորոշում, ինքը ասում է ես դեմ չեմ։ Խնդրեմ, ճիշտ եք անում, իհարկե դա պետք է անել, բայց ինչու եք իմ ներդրած գումարով, այսպես ստեղծածը տալիս ինչ որ մեկին դնում մրցույթի, ոնց որ ասած ես եմ դրա հայրը, դուք մրցույթ եք անում իմ ծնողական իրավունքը ճանաչելու։ Բորիս Գասպարյանը հիշեցնում է, պետությունը չկար նաև այն ժամանակ, երբ թռչուններ քարանձավի մի հատվածում ռեստորանի կառուցման աշխատանքներ էին սկսվել։ Շինարարներին ստիպեցին հեռանալ հենց հնագետները, իսկ Արենիի քարանձավները լավագույնս օգտագործելու եւ չվնասելու համար պետք է սկսել հայեցակարգ կազմելուց, ինչը մինչ օրս չի արվել։